Ազգային բանակի այսպես ասած անտեսանելի մարտիկներից ընտրված դիպուկահարները մեկտեղվել են 5-րդ բանակային զորամիավորման զորավարժարաններից մեկում մրցելու լավագույնի տիտղոսին արժանանալու համար։ Ստուգող հանձնաժողովի վերջին ցուցումներից հետո դիպուկահարները դուրս եկան զինամթերք ստանալու եւ անցան վարժությունների կատարմանը։ Զորամիավորումների եւ պաշտպանության բանակի կտրվածքով ընտրված մասնակիցները նախ փորձում են հաղթահարել առաջին 5 վարժությունները երկրորդ փուլ անցնելու համար։ Մրցույթն էլ ընթանում է երկու զինատեսակով՝ 7.62 մմ տրամաչափի դրագունովի եւ 8.6 մմ տրամաչափի սակո հատուկ նշանակության դիպուկահար հրացաններով։ Վարժությունների կատարման ընթացքում շատ կարևոր է արագ կողմնորոշվել եւ խոցել ճիշտ թիրախը։ Հակառակ դեպքում վարժությունը սխալ կատարելու կամ մրցակցի թիրախը խոցելու համար կարող են հանվել տուգանային միավորներ։ Դիպուկահարների խնդիրն առավել բարդացնելու համար պարբերաբար փոխվում են նշանակետերն ու թիրախի հեռավորությունները։ Հանձնաժողովի անդամների խոսքերով մրցույթի մասնակից բոլոր դիպուկահարներն ունեն բարձր պատրաստվածություն եւ սպասվում է թեժ մրցակցություն։ Յուրաքանչյուր դիպուկահար փորձում է բարձր պահել իր զորամասի պատիվը։ Բավականին լավ է նրանց պատրաստվածությունը, քանի որ նրանք ամեն օր մարզվում են, պարապում են, գտնվում են գրակադաշտում, անընդհատ պարապմունքներին, ինչպես նաեւ առաջնագծում ցույց են տալի բարձր արդյունքներ։ Ուսումնական կրակադաշտից դուրս դիպուկահարների միջև ջերմ հարաբերություններ էին ձևավորվել։ Մրցույթից նրանց հիմնական ակնկալիքը իրենց հնարավորություններն ամբողջությամբ ցուցադրելն էր։ Մրցակցությունը բավականին բարդ է ընթանում։ Մթնոլորտի մասին կասեմ, որ շատ ջերմ է, քանի որ նույն մասնագիտության մարդիկ միշտ իրար լավ են հասկանում։ Այդ պատճառով մի քիչ իրար լավ ենք հասկանում, բայց ինչևից է մրցակցությունը միշտ պահվում է մեր մեջ։ Ու կապ չունի պայմանագրային ծառայող, թե ժամկետային զինծառայող, բոլորս աշխատում ենք հավասար պայմաններում մրցենք։ Առաջին 5 վարժություններից հետո հաջորդ փուլ անցան բարձր միավորներ հավաքած 11 լավագույն դիպուկահարները, իսկ մյուսները դուրս մնացին հետագա պայքարից։ Երկրորդ փուլի ընթացքում առավել շատ էին արգելագոտիների հաղթահարման վարժությունները դիպուկահարների ֆիզիկական պատրաստվածությունն ու արագությունը ստուգելու համար։ Եզրափակիչ վարժության ժամանակ դիպուկահարները նախ վազքով անցնում էին 500 մետր տարածություն, մոտենում արգելագոտուն, դուրս գալիս ականապատ դաշտ, սողեսող հաղթահարում շալարերով արգելքը, այնուհետև կրակային դիրքի փոփոխությամբ փորձում խոցել նշանակետերը։ Համառ պայքարում առավել դիպուկ գտնվեցին պաշտպանության բանակի ներկայացուցիչները։ Պարգևատրման արարողությանը մասնակիցներին ողջունեց զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Տիրան Խաչատրյանը, խոսելով բանակում դիպուկահար մասնագիտության դերի մասին եւ ընդգծելով դիպուկահարի արհեստավարժության կարեւորությունը։ Շնորհավորելով մասնակիցներին Տիրան Խաչատրյանը մրցանակային տեղեր զբաղեցրած դիպուկահարներին պարգևատրեց պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով, առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկած մասնակիցներն էլ իբրև խրախուսանք ստացան դիպուկահարի 3-րդ կարգ։